որ մենք ունենք կենթանի Աստված, եւ այդ Աստված ամենահզոր Աստվածն է, եւ այն հավատքը, որը դուք ունեք ձեր սրտերի մեջ, ոչ մի բան չփոխեք։ Դա ամենափառավոր հավատքն է։ Եվ այս երիտասարդները այս խոսքը սրտի մեջ ամուր պահել էին։ Դուք հիշում եք ավելի գեղեցիկ օր, երբ որ Նաբուխոդոնոսոր թագավորը հրաման տվեց, ասեց, որ բոլոր ժողովուրդը, բոլոր իշխանները, բոլորի մոտիկները, հենց որ լսեն փողի ձայնը, պիտի երկրպագություն անեն այդ սարքած կուրքին, ոսկե կուրք էր սարքե թագավորը։ Եվ ասում է, ով որ չերկրպագի այդ ոսկե կուրքին, ես նրան կսպանեմ, որտեղ դա իմ թագավորական կամքն է։ Եվ տեսեք եղբայրներ քուրեր, որ այս երեքը որոշեցին չերկրպագեն։ Կարող եք պատկերացնել ամբողջ պետության զորությունը եւ այդ երեք հոգու հավատքը։ Բայց քանի որ այդ հավատքը Աստծո խոսքից էր եկել, նրանք անհաղթ են դարել։ Անձամբ թագավորը կանչեց իրանց, ասում է, դուք ինչ եք մտածում, ես ինչ եք անում։ Բայց ասեցին իրանք թագավորին, թագավոր, մենք քո սարքած կուրքին երկրպագություն չենք անի, որտեղ ունենք կենթանի Աստված երկնքում։ Մենք մեր Աստծո պատիվը չենք գցի։ Այդ որտեղ են սովորել եղբայրներ քուրեր։ Աստծո խոսքից են սովորել։ Իրանց ծնողները սովորացրել են, որ ամեն օր կարդացեք Աստծո խոսքը։ Եղբայրներ քուրեր, ես արդեն 50 տարեկան եմ։ Այս տարի ամառը դարա 50 տարեկան։ Բայց 8.5 տարեկանից, համարյա 9 տարեկանից, երբ որ իմ հայրիկը բերեց եւ ինձ Աստվածաշունչ նվեր տվեց, չեն թե երևի ավետարան էր, փոքրիկ ավետարան էր, կարմիր գույնի, հիշում եմ, բերեց ասես տղա ջան, այս գիրքը ամեն օր կարդա։ Եվ հիշում եմ իմ առաջի օրը, երբ որ գիրքը բացեցի ու կարդում էի, Սաղմոսած գիրքն էի կարդում։ Այդ օրվանից մինչև այսօր ես ամեն օր համարյա սուրբ գիրք եմ կարդում, եղբայրներ քուրեր։ Ամեն օր սուրբ գիրք եմ կարդում։ Հələ հաշվեք, քանի տարի է։ Ինչքան? 41 տարի։ 41 տարի կլինի մի հատ գիրք կարդալ։ Ամեն օր։ Ամեն օր։ Բայց այսօր ուզում եմ վկայություն տամ, որ ինչքան ես կարդում եմ այդ գիրքը, մինչև այսօր տեսնում եմ, որ այս գրքի մեջ կա այնքան մեծ խորհուրդներ, որ ես համարյա շատ քիչ բան գիտեմ այդ խոսքից։ Ամեն օր Սուրբ Հոգին ինչ-որ մի նոր բան է բացում, ինչ-որ մի նոր գոհեցկություն է ցույց տալիս Տիրոջ իմ սրտի մեջ, եւ ինչ-որ մի նոր զորություն է բերում։ Եվ տեսեք այդ երիտասարդները Աստծո խոսքը բարձր պահեցին, եւ թագավորը իրանց ուր գցեց, հիշում եք։ Կրակի գուբը գցեց, չէ՞։ Այն քսողները վառվեցին, բայց իրանք սաղ մնացին։ Եվ ինչ որ մեկը եկավ իրանց մեջ մտավ չորրորդը։ Եվ թագավորը ոտքի կանգնեց։ Նրա ոտքեցին թողալ։ Այս թագավորը, որը ոչ մեկից երբեք չէր վախենում, այդ օր սարսափի մեջ ընկավ։ Ինչու համար։ Այս երեք հոգին Աստծո խոսքը բարձր են պահել։ Եվ Աստված փառավորեց իրանց այդ երկրի մեջ։ Եվ այդ օրվանից թագավորը հրաման տվեց եւ ասեց. «Ով որ խոսք խոսա, Սեդրակ, Մեսակ, Հապեդնակովի Աստծո վրա, նրա տունը կավիրենք եւ նրան կոչնչացնենք»։ Տեսեք, այս երեք հոգին Աստծո խոսքը փառավորեցին։ Այսօր ձեր ժամանակն է, սիրելի եղբայրներ քուրեր։ Ձեր ժամանակն է, որ դուք ամեն օր սուրբ գիրք կարդաք, որտեղ այդ կարդալու մեջ մեծ օգուտ ունեք։ Ամեն բնագավառում օգուտ ունեք Աստծո խոսքը կարդալուց։ Աստծո խոսքը մարդուն ճիշտ մտածելակերպ է տալիս։ Աստծո խոսքը մարդուն իմաստուն է սարքում։ Աստծո խոսքը մարդուն Աստծո վախ է սովորացնում։ Աստծո խոսքը լուսավորում է մարդու միտքը եւ ճանապարհը։ Աստծո խոսքը քեզ պահպանում է չարի բոլոր որոգայթներից եւ դες խավար աշխարհի մեջ ունես այդ խոսքի լույսը։ Տերը թող քեզ օրհնի, ծեր եղբայր եւ քույրիկ, սիրի Աստծո խոսքը։ Բարձր պահի Աստծո խոսքի պատիվը քո սրտիդ մեջ եւ գա ժամանակ այդ խոսքը քեզ կփառավորի։ Հիշում եք ժամանակին կային մեծ կայսրներ,
Հռոմեական պետության մեջ։ Կայսրներից մեկը, որ անունը Օգոստոս էր, նա իրան Աստված հռչակեց։ Այդ նույն ժամանակ Պողոս առաքյալը ծառայում էր Հիսուսին։ Խոնար, համեստ եղբայր, բայց Աստծո խոսքը բարձր էր պահում։ Անցավ ժամանակ, կայսրը մեռավ, կայսրին թաղեցին, իր խոսքերը ոչ մեկ մինչև այսօր չի հիշում։ Բայց Պողոս առաքյալի ծառայությունը եւ նրա գրած խոսքերը, որ եկել են Աստծո հոգուց, մինչև այսօր քարոզվում են ամբողջ աշխարհով մեկ։ Թող Տերը օրհնի մեզ բոլորիս եղբայրներ, քուրեր։ Եթե դու Աստծո խոսքը փառավորես քո կյանքում, Աստծո խոսքը քեզ կփառավորի, քեզ կբարձրացնի, կանցնես հալածանքներ, կանցնես դժվարություններ, կանցնես տարբեր փոթորիկների մեջ, բայց Աստծո խոսքը եթե բարձր պահեցիր, իմացի, Աստծո խոսքը քեզ նույնպես կբարձրացնի։ Տիրոջ անունը փառավորվի։ Նորից եմ խնդրում, եղբայրներ, քուրեր, հանգարց չլինի, որ դուք մի օր Աստծո խոսք չկարդաք։ Մի օր գնաք քնելու առանց Աստծո խոսքը կարդալու։ Ձեր համար օրենք դրեք։ Ես ամեն օր գոնե մի գլուխ, երկու գլուխ պիտի կարդամ։ Իսկ եթե կարող ես օրը 10 գլուխ կարդալ, Տերը քեզ օրհնի, շատ հարուստ մարդ կդառնաս հոգով եւ Աստված քեզ մեծ խորհուրդներ կբացի իր փառքի համար։ Հիմա ուզում եմ ձեզ հրավիրել աղոթքի, եղբայրներ, քուրեր։ Ոտքի կանգնենք բոլորս։ Եվ այս աղոթքի մեջ եկեք ապաշխարենք Տիրոջ առջև եւ ասենք. Տեր Աստված, ների ինձ, որ եղել են օրեր, ես պարապ անցկացրել եմ, բայց քո խոսքը չեմ կարդացել։ Այսօրվանից օրհնի ինձ, որպեսզի ամեն օր քո խոսքը իմ ականջների մեջ եւ իմ շուրթերի մեջ հնչեն քո փառքիդ համար։ Ամեն։ Աղոթում ենք։